Երեք ամբողջ օրը շրջում էի մեր գյուղերով։ Եղել եմ Արմավիրի մարզի Նալբանդյան, Նոր Արմավիր, Ամասիա, Նոր Կեսարիա, Շենավան գյուղերում։ Շփվել եմ հարյուրավոր մարդկանց հետ, խոսել ենք, տուն են հրավիրել, գնացել եմ։ Հաճելի ու դժվար խոսքեր եմ լսել։ Մեծագույն երջանկություն է, երբ մարդ կարող է ազատ շրջել իր երկրի գյուղերով, բարևել, գրկախառնվել հարյուրավոր անծանոթ իր հայրենակիցների հետ, լսել նրանց հոգսերը, փորձել լուծումներ գտնել։ Ես միշտ էլ գնում եմ գյուղեր, ծանոթ եմ խնդիրներին, ում ինչով կարողացել եմ օգնել եմ, ում ինչ խոստացել եմ արել եմ, օդի մեջ բան չեմ խոսել։ Ես պարզ ճակատ մտել եմ մեր գյուղերը եւ իմ հայրենակիցներն ինձ հարազատի պես ընդունել են։ Սա իսկապես երջանկություն է, բայց նաեւ մեծ պատասխանատվություն։ Ամասիա գյուղում Ռադիկը հրավիրեց իրենց տուն, ազնիվ արդար հայի տուն։ Խոսեցինք, լսեցինք իրար։ Ռադիկն ասում է. «Ծառուկյան ջան, դու որ կանգնես մեր գյուղացիների կողքին, մենք գերան կկոտրենք»։ Ես ասացի՝ գյուղը պետք է Ծառուկյանի կողքին լինի, որ կարողանանք գերանը կոտրել։ Գերանն այն խեղճությունն է, որ մեզ պատել է, որը մեզ իսկապես սազական չէ։ Այն հուսահատությունն է, որի մեջ մեր երկիրը հայտնվել է։ Այն բազմաթիվ խնդիրներն են, որոնք լուծում ունեն, որոնք վաղուց պիտի լուծված լինեին, բայց չեն լուծվել։ Այն անարդարությունն է, որի մեջ ապրում են մարդիկ։ Այն հազար ու մի խնդիրն է, որ մարդկանց կյանքը դժվարացնում է։ Մենք այդ գերանը կոտրելու ենք։ Մենք խեղճությանը հաղթելու ենք։ Մենք հատ-հատ քննարկել ենք մարդկանց ուզող բոլոր խնդիրները, խոշոր հարցերից մինչև առօրյա փոքր հարցեր։ Ես հիացած եմ մեր ժողովրդի իմաստությամբ։ Առաջիկայում շրջելու եմ հանրապետության բոլոր մարզերի գյուղերով։ Լսելու եմ մարդկանց հարցերը, ներկայացնելու եմ մեր թիմի մոտեցումները։ Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից։ Վստահ եղեք։